արժեք եւ իմաստ ունեցող ամեն ինչի առանցքում մեր հայկական ինքնությունն է, որի հենասյուներն են մեր ընդհանուր հայրենիքը, հայոց լեզուն, մեր սերունդների ժառանգությունն ու մշակույթը եւ մեր սուրբ կրոնն ու հավատամքը։ Այնինչ գործող վարչախմբի ձեռամբ կատարվում է այսօր, այլ կերպ, քան մեր տեսակի վերացմանը ձգտող թշնամու շահերի սպասարկում դժվար է անվանել։ Եվ իրենց օրոք արդեն անկախության վերոնշյալ հռչակագրերը մերժված են եւ անտեսված։ Հաղթանակած բանակը պարտված եւ տկարացած, եռամիասնությունը խաթարված եւ պառակտված, եկեղեցին եւ համազգային կառույցները հետապնդված եւ հալածված։ Հայաստանում այսօր ըստ էության ընդդիմադիր գործունեությունը դարձել է քրեորեն հետապնդելի արարք, ձևավորվել է անձնիշխանություն եւ նրան սպասարկող ոստիկանապետություն։ Այսպես շարունակվել չի կարող։ Սա ինքնակործանման ճանապարհն է, որը բերելու է ազգային ինքնության վերացման եւ հայոց անկախ ու ինքնիշխան պետության կործանման։ Մեր սերնդի պատմական առաքելությունն է նախ եւ առաջ կասեցնել այս ընթացքը, վերականգնել Հայաստանի զարգացման ազգային պետական ուղեգիծը եւ ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ պատերազմ կործանարար երկընտրանքից։ Պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկել հետևյալ ուղղություններով. հայրենիքում եւ Սփյուռքում վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխությունը, միասնականությունը, ի խնդիր սեփական ինքնության պահպանման եւ հայոց անկախ պետականության ամրապնդման, վերականգնել զինված ուժերի մարտունակությունն ու անվտանգության համակարգերի արդյունավետությունը, դաշնակից երկրների հետ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցություն ապահովելու համար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնել կողմերի օրինական շահերի հարգմամբ, ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծավալով Արցախայությանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները, սատար կանգնել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն եւ վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Այս նպատակներին հասնելու միջոցը Սփյուռքում համահայկական զորաշարժի առաջացումն է, իսկ Հայաստանում իշխանափոխության օրակարգի շուրջ միացյալ ուժերով ընդդիմադիր կուռ ճակատի ձևավորումը։ Ազատագրենք մեր հոգիները, փակենք պարտության այս էջը, որ Արցախին ետ դառնա իր տուն, որ Հայաստանն իր սյունիքով մնա հայկական, որ հայն իր երկրում եւ աշխարհում քայլի վստահ ու հաղթական։